Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են Պաշտպանության նախարարությունը մանիպուլյացիայի դիմեց, որպեսզի թաքցնի փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամռանը նոր դիրք է կառուցել։ Այսպես են հետաքննող լրագրողներն ու Միասնության թևեր նախաձեռնությունն արձագանքում ռազմական գերատեսչության տարածած հերքմանը։ Պաշտպանության նախարարության պատրաստած տեսանյութում լրագրողների ներկայացրած փաստերին ոչ մի հակափաստարկ չի տեսել թեման ուսումնասիրած հետքի լրագրող Վահե Սարուխանյանը։ Իրենք երբ որ գծեցին երկու գիծ ցույց տվեցին, մեկը Google Earth-ով կամ Google Maps-ով, մյուսը 75 թվականի քարտեզով, որը գլխավոր շտաբը հիմք է ընդունում, դրանից այն կողմ իրենք տեղադրեցին, ցույց տվեցին ադրբեջանական դիրք, բայց ոչ թե ադրբեջանական դիրքի իրական պատկերը, արբանյակային պատկերը այդ քարտեզի վրա, այսինքն կոպիտ ասած արտատպված այդ քարտեզի վրա, այլ ընդհանրապես դիրքի տարբերանշան, որը կիրառվում է ռազմական քարտեզներում, այդ դիրքի տարբերանշանը ընդհանրապես, ասենց ասեմ, բրթել էին սահմանագծից այն կողմ, Ադրբեջանի կողմ։ Ռազմական գերատեսչությունը երեկուշ երեկոյան հերքում վերնագրով մի տեսանյութ հրապարակեց, պնդելով, թե ամիսներ առաջ Ադրբեջանի կառուցած նոր դիրքը Հայաստանի տարածքում չէ։ Կանաչ գծանշումով ներկայացված է Google Earth ծրագրային ապահովման ներկայացրած սահմանագիծը, որը ունի իրավական հիմք եւ ունի շեղումներ, ինչի մասին արդեն նշեցի, եւ կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել եւ շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք, Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը եւ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Նիկոլ Փաշինյանը չէր ասում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ սահմանազատում չկա։ Հիմա ինչպես է նա ասում, որ սահման գոյություն ունի։ Այդ ինչ սահմանա։ Ստացվում է այս մարդիկ ինչա իրենց սուտը չհանրայնացվի, այսպես ասած ժողովուրդը չիմանա, որ իրանք հերթական անգամ սուտ են խոսացելու Հայաստանի տարածքները Ադրբեջանը զավթել, պատրաստ են տարածքները նվիրել Ադրբեջանին։ Եվ հիմա ես փաստերով որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ Բաքուն նոր դիրք է կառուցել, անցած շաբաթ հայտարարեց նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շատ կտրուկ արձագանքեց։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Փոխադարձ այս մեղադրանքներին զուգահեռ փաստեր ստուգող լրագրողները ուսումնասիրեցին Թաթոյանի ներկայացրած տվյալները եւ պարզեցին. հուլիս-օգոստոսին Բաքուն Հայաստանի տարածքում նոր դիրք կառուցել է։ Չհերքելով ադրբեջանական դիրքի առկայությունը, պաշտպանության նախարարությունից շեշտում են, թե զինված ուժերը առաջնորդվում է 1975 թվականի իրավական հիմք ունեցող քարտեզներով։ Այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը։ Տարակուսած է Արման Թաթոյանի թիմակից Նարեկ Պարոնյանը այս համեմատությունից։ Տոպոգրաֆիկ քարտեզը կարելի է համադրել միայն տոպոգրաֆիկ քարտեզի հետ, իսկ արբանյակային լուսանկարները կարելի է համադրել եւ ճշգրտումներ անել միայն լուսանկարների հետ արբանյակային։ Սա գիտեք ինչ տրամաբանությամբ, պաշտպանության նախարարությունը առաջնորդվում, կոպիտ ասած մենք ներկայացնում ենք ֆոտո, իրանք ներկայացնում են ռենտգեն լուսանկար։ Եվ Արման Թաթոյանը եւ փաստեր ստուգող լրագրողները ներկայացված տվյալները հիմնավորում են արբանյակային լուսանկարներով։ Այս կեղծ շրջանառվող տեղեկությունները ուղեկցվում են նաև Google Earth ծրագրային ապահովման տիեզերալուսանկարներով, որոնց կապակցումը իրականության հետ ունի շեղումներ, իսկ վրայի սահմանագիծը չունի իրավական հիմք։ Նախ առաջինը, երբ որ այս մարդիկ խոսում են Google-ից եւ Google-ի քարտեզների անճշտություններից, ես ուզում եմ իրանց հիշեցնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանը առաջարկում էր եւ բարձրաձայն խոսում էր դրա մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումները պատրաստվում է անել GPS-ով եւ Google-ի արբանյակների միջոցով։ Վահե Սարուխանյանը նշում է, թե ինքը, թե թեման լուսաբանած մյուս հետաքննող լրագրողները օգտվել են ոչ միայն Google Maps-ից, այլ նաև Planet հարթակի տվյալներից։ Ասում է, եթե առաջինի դեպքում շեղումներ կարող են լինել, ապա երկրորդի տվյալները ճշգրիտ են։ Պլանետի պարագայում կարող եմ ասել, որ այն ավելի շատ է համապատասխանում իրականությանը, ինչու կարող է հարցակել շատ պարզ պատճառով։ Երբ որ արվեց իրանցի սահմանազատումը եւ սահմանագծումը,
պլանետի տվյալները ուսումնասիրելով տեսնում ենք, որ նույն այն գծերներ, գրեթե ամբողջությամբ, գրեթե 100%-ով այն գծերներ, ինչ որ ներկայացվեց եւ ինչ գծերով որ սահմանազատվեց Գիրանցում։ Ի տարբերություն Google Maps-ի։ Google Maps-ը այս առումով իսկապես խնդիրներ ուներ։ Բայց երբ որ մենք նայում ենք պլանետ հարթակով, տեսնում ենք, որ այո, այս պարագայում եւս ադրբեջանական դիրքը 73, 75, մի քիչ ավել, մի քիչ պակաս, մի քանի տասնյակ մետր մտել է մեր տարածք։ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գերակշիռ մասը Ադրբեջանը օկուպացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Իշխանականները նշում են, որ այդ տարածքների հարցը կլուծվի սահմանազատմամբ։ Ըստ լրագրողական տարբեր հետաքննությունների զավթված հայկական հողերում Բաքուն նաև ամրապնդվել է դիրքեր եւ այլ ենթակառուցվածքներ կառուցելով։ Այս մասին հայկական կողմը պաշտոնական տեղեկություն գրեթե չի հաղորդել։ Իսկ թեման լուսաբանող լրագրողներին հաճախ իշխանությունից մեղադրել են կեղծիք տարածելու մեջ, առաջարկելով հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Երեկ էլ նախարարության խոսնակը կրկնեց հորդորը։ Լրագրող Վահե Սարուխանյանը նաև երեկվա հերքումը հաշվի առնելով շեշտում է. բազմաթիվ հիմքեր կան պաշտոնական տեղեկատվությանը չհավատալու համար։ Իմ համար, որպես փաստեր ստուգող, որը նաև տեսել է, թե իշխանությունները նախկինում որքան են մանիպուլացրել թեման, նույն դիրքերի հետ կապված, 22 թվականի ներխուժումները կլինի, 21 թվականի ներխուժումները կլինի, ել չեմ ասում 20 թվականի պատերազմի մասին, երբ որ մենք 44 օր շարունակ հաղթում էինք, հետո հանկարծ մի օր զարթնեցինք, տեսանք, որ պարտված ենք։ Այդքանից հետո ես շատ հիմքեր ունեմ կասկածելու պաշտոնական տեղեկատվությանը, առավել եւս, որ փաստերը եւս դրա մասին են խոսում։ Այս պատմության ֆոնին ԿՊԱ-ական Լիլի Մինասյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը քննարկում էին հեղինակել օրենսդրական մի այնպիսի մեխանիզմ, որ սահմանային իրավիճակների հետ կապված իրավասու մարմնի, այս դեպքում Պաշտպանության նախարարության հերքումից հետո լրագրողները թեմային այլևս չանդրադառնան։ Շնորհակալ եմ, կարող ենք համատեղ աշխատել դրա շուրջ, մենք դեմ չենք։ Անդրադառնալու դեպքում ենթարկվեն պատասխանատվության։